Գիտես Սուրենյանց, իմ մոտ միշտ տպավորություն է, որ այս իշխանությունները կարողանում են հայից վրեժ լուծել, բայց հայը չի կարողանում վրեժ լուծել այնուամենայնիվ այն մարդկանցից, ովքեր որ այսօր հայ ժողովրդին դրել են չգիտեմ ինչ անուն կարող եմ տալ, բայց դրել են անազատության մեջ։ Քեզ չթվա, որ մենք ես ու դու հիմա նստած տղերքի փոխարեն իմն ենք վարում եւ մենք ազատության մեջ ենք։ Մենք էլ անազատության մեջ ենք, որովհետեւ մենք հիմա փորձելու ենք հնարավորինս այնպիսի բառամթերք օգտագործել, որպիսի քո հետևից չգան, թեև մենք դրանից իհարկե չենք վախենում, չենք կաշկանդվում, հա, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք անել այնպես, որպեսզի մենք էլ չգնանք։ Ես քո հետ միանշանակ համաձայն եմ։ Այսինքն այս անազատության պայմաններում կապ չունի բանտում ենք թե դրսում ենք, մենք գտնվում ենք անազատության մեջ։ Այո, իսկապես այնպես չի, որ ինձ կամ քեզ, որ շատ բաներ ենք տեսել ու ընդ որում համատեղ պայքարով ենք տեսել, արգելի Արթուր, կարող են կալանքով վախեցնել, բայց ամեն դեպքում կալանավորվելն էլ ինքնանպատակ չի։ Հենց դրա համար էլ այո, կալանքը անում են։ Դրա համար էլ ռեպրեսիաները արվում են, որպեսզի հասարակությունը հավաքականորեն եւ հասարակության առանձին անհատներ իրենց վարքագիծը խմբագրելու անհրաժեշտության առաջ կանգնեն։ Քիչ գնան եթերներ գնալուց շատ զգույշ խոսեմ, որպեսզի Սրբոյի Գալյաններն ու մյուսները հիմքեր ունենան, հա, իրան անդրադառնալու ենք դրա համար, այսինքն նկատի ունեմ ընդհանրապես որպես պատմաբան եմ ասում, ավտորիտար բոլոր երկրներում ռեպրեսիաները հենց այդ նպատակով էլ արվում են։ Եվ ռեպրեսիաները ինչքան էլ ավտորիտար երկիր լինես, ինչքան էլ միջազգային աջակցություն ունենաս, արի մի բան ֆիքսենք, որ ոչ մի ավտորիտար իշխանությունն էլ հաճույքով չի գնում ռեպրեսիաների, որտեղ այնուամենայնիվ դա ինչ-որ միջազգային գին առաջացնում։ Երբ որ պետք է լինի ինչ-որ միջազգային խաղացողի, այդ կոմպրոմատը հանում դնում են այդ ավտորիտարի կամ ավտորիտարիկի դեմը, հետևաբար այնպես չի, որ ինչ-որ որևէ իշխանություն ամենասանձարձակը նույնիսկ շատ մեծ հաճույքով գնում է ռեպրեսիաների։ Բայց եթե գնում են, նշանակում է շատ կոնկրետ նպատակ ունեն։ Որն է այդ նպատակը արդեն ասեցինք, որպեսզի հասարակության հավաքական վարքագիծը եւ հասարակության ակտիվ անդամների մասնագիծը մասնավորապես որոշակի խմբագրումների ենթարկեն։ Այո։ Եվ ես որպես ակտիվ մարդ, որպես կուսակցության ղեկավար, ռեպրեսիաների հետևանքները զգում եմ։ Ցանկացած մարդ, ով գրասենյակային, լրագրողական, քաղաքական գործունեության մեջ է, շատ հեշտ կարող է այս ռեպրեսիաների հետևանքները նկարագրել, եթե նույնիսկ այո, կոնկրետ մեր դեմ քրեական գործ չկա, կամ մենք անազատության մեջ չենք, եւ այլն, եւ այլն։ Ես պարոն Սուրենյանց հիշեցնեմ, որ ժամեր առաջ Արան Զոհրաբյան հայտարարություն տարածեց, որ արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելով Գևորգ Սրբազանն, այո, արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրալիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը այս պատմական ամոթի գործողությունը իշխանության կողմից հայտարարել էր Արա Զոհրաբյանը, թեև մենք այնպես չի, հա, որ չենք սպասում, որ Վեհափառի սեկտը փակելու են եւ հնարավորություն չեն տալու նրան դուրս գալ երկրից, որովհետեւ նաեւ օրեր առաջ մենք տեսանք այն եպիսկոպոսներին, ովքեր որ հրավիրվել էին քննչական կոմիտե, այդ ապօրինաբար Այո, հոդվածները, հա, այդպես փոխեցին նորից միանշանակ համաձայն եմ, ես միջև բուն գնահատականներ տալը ուզում եմ տեղեկացնել, որ ամոթալի այս իրադարձության արդեն արձագանքել է Մայրաթոռը, մասնավորապես մեկ պարբերություն կամ մի քանի պարբերություն այդ հայտարարությունից մեջ բերեմ, ամենայն հայոց հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական եւ կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովապետական գործունեությունը,
ասված է Մայրաթորի հայտարարության մեջ, ապա շարունակվում է, այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների եւ դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։ Մայրաթոր Սուրբ Էշմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել հայոց հայրապետի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների եւ քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։ Ես ընթերցում եի մի հատված Մայրաթորի տարածիորեն 1 ժամ կես առաջ տարածած հայտարարությունից ես ուզում եմ Սերելի Արթուր արձանագրենք, որ սա աննախադեպ իրադարձություն է, պատմական իրադարձություն է, այն ինչ որ այսօր տեղի ունեցել, ցավոք սրտի վերջին 8 տարիներին հատկապես, երբ որ շրջադարձային կամ պատմական իրադարձություն տերմինը օգտագործում ենք, ցավոք սրտի դա բացասական իմաստով ենք օգտագործում։ Ես որպես պատմաբան էլի ուզում եմ մեր հետևորդներին ասել, որ պատմական իրադարձությունները միայն պոզիտիվ իրադարձությունների մասով չեն լինում, շատ հաճախ պատմության մեջ շրջադարձերը բացասական գործընթացների կամ իրադարձությունների բերումով էլ լինում են, հետևաբար այստեղ պատմական բառը մասշտաբն է նկարագրում, ոչ թե երևույթի կամ գործընթացի պոզիտիվ կամ ոչ պոզիտիվ լինելը։ Ես ուզում եմ հիմա ներողություն, պարոն Սուրենյանց, դուք կարդացիք Մայրաթորի հայտարարությունը, ես հիմա ուզում եմ հասկանալ, այս հայտարարությունները բազմիցս հնչել են, հա, Մայրաթորից, եւ Մայրաթորը միշտ իր դիրքերում է, դրա մասին չենք խոսում, որովհետև ինքը հայտարարում է, որ կոռեկտ լինել, հա, միասնականության մասին է խոսում եւ այլն, բայց այս իշխանությունների հետ որ լեզվով, ինչ լեզվով պետք է խոսել, որովհետև այս իշխանությունները հատկապես վերջին շրջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել են, բանտերում համարյա թե տեղ չկա, մենք իհարկե չգիտենք կոնկրետ քաղբանտարկյալների թիվը, դա ըստիս ընդդիմության մեղքն է, որ չգիտենք, որովհետև մենք ամեն օր պետքա այսպես դուր ծեծեինք, հա, ինչքան էլ որ Վենսը եկել էր եւ փորձում էինք այդ նամակների միջոցով Վենսին տեղեկացնել, որ երկրում կան քաղբանտարկյալներ, այնուամենայնիվ մենք քաղբանտարկյալների թիվը չգիտենք։ Մենք անընդհատ ասում ենք, որ քաղբանտարկյալները թեև ես քեզ ասեմ, որ քաղբանտարկյալների առումով էլ, հա, մենք այդքան էլ ազնիվ չենք, որովհետև ամեն մեկս ունի մեր սրտի քաղբանտարկյալը։ Դա սխալ է։ Այն անունները, որը միշտ հնչում են, այդ անուններով են, հա, մարդիկ փորձում հասկանալ, որ այդ մարդիկ են, բայց բավականին շատ մարդիկ կան այսօր անազատության մեջ, որի անունը ես էլ դու էլ չգիտենք։ Ցավոք սրտի այդ երևույթը կա։ Վերջին օրերին նաև էջմիածնում տեսանք, հա, մարդկանց ձերբակալումներ։ Այո, հիմա օրինակ այդ 6-ի 7-ի մասին, այո, որոնց մի մասը տնային կալանքի են կամ այլ խափամամիջոցան տրված, այդ մարդկանց անունները մեր հասարակության մեծամասնությունը չգիտի էլ։ Եվ հիմա ես կուզենամ հիշեցնել քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, քաղբանտարկյալների վերաբերյալ վերջին նորությունները նաև կուզենայի անդրադառնայինք, որովհետև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբորը։ Այո։ Բայց ես այնուամենայնիվ համաձայն եմ, որովհետև համոզված եմ, որ այս ընտանիքը չէր լինի խոշորացույցի տակ, եթե Դավիթ Համբարձումյանը չլիներ Գորի եղբայրը, համայնքապետ եւ չլիներ իմպիչմենտի գործընթացում ընդդիմության թեկնածուն։ Այո։ Վստահ եմ, որ նման թիրախավորում չլինի։ Հանուն արդարության ասենք, հա, որ Վարդան Ղուկասյանն էլ Գյումրվա քաղաքապետ նման թիրախավորման չէր ենթարկվի, եթե ընդդիմադիր քաղաքապետ չլիներ, այսինքն գիտեք, ոմանք ասում են այն ինչ-որ հանցագործություններ են արել, դրա համար կալանավորվել են։ Ես էլ ասում եմ, որ այստեղ թիրախը նախ մարդ ընտրվել է, հետո նոր բոլոր անօրինական եւ ինչ-որ այլ մեթոդներով փորձել են այդ մարդկանց դեմ գործ կարել, բայց ես կուզենայի